Բարի երեկո, տիկնայք եւ պարոնայք։ Մենք շարունակում ենք ինչ որտեղ երբ հայաստանյան խաղերի գարնանային եթերաշրջանը, որն իրականացվում է Իգրա TV հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա եւ Հայաստանում ինտելեկտուալ շարժման պաշտոնական գործընկեր Liga Insurance ապահովագրական ընկերության հզոր հովանու ներքո։ Տիկնայք եւ պարոնայք, այսօր 2025 թվականի գարնանային եթերաշրջանի առաջին մրցութային խաղն է։ Ծանոթացնեմ այս տարվա կանոններին։ 12 թիմ կպայքարի տարվա եզրափակիչ դուրս գալու համար։ Նրանցից 4-ը կխաղան գարնանը, 4-ը ամռանը, իսկ մյուս 4-ը աշնանը։ Գարնանային, ամառային եւ աշնանային եթերաշրջանների եզրափակիչ խաղերի մասնակից թիմերը կապահովեն իրենց տեղը ձմեռային եթերաշրջանում։ Նրանց կմիանա բոլոր եթերաշրջաններում լավագույն արդյունք ցույց տված եւս 3 թիմ։ Եվ հենց այդ 6 թիմերն էլ ձմռանը կպայքարեն ոսկե արծվի համար։ Վատագույն արդյունք ցույց տված 2 թիմերը բաց կթողնեն 2026 թվականի ամբողջ խաղաշրջանը։ Եվ այսպես, գարնանային եթերաշրջանի մասնակիցներն են Նարեկ Մնացականյանի, Լևոն Նիկողոսյանի, Արման Աբովյանի եւ Արմեն Բալյանի թիմերը։ Եզրափակիչ դուրս կգային թիմը, որը հեռուստադիտողներին կհաղթի ավելի խոշոր հաշվով։ Հավասար հաշվի դեպքում առավելություն կստանա այն թիմը, որն ավելի ուշ է խաղացել։ Իսկ այս պահին ես խաղ եմ հրավիրում Նարեկ Մնացականյանի թիմին։ Ապագա իրավաբան Տարոն Նազարյան, լեզվաբան Օֆելիա Ավետիսյան, ինժեներ Արմեն Ամիրաղյան, ապագա բժիշկ Կարլեն Հակոբյան, տնտեսագետ Երանուհի Տեր-Մովսիսյան եւ թիմի ավագ ֆինանսիստ Նարեկ Մնացականյան։ Նարեկ Մնացականյանի թիմի դեմ այսօր կխաղան Արտակ Թադևոսյանը, Տիգրան Բաբայանը, Համլետ Մաթևոսյանը, Սուպեր Բլից, Ամալիա Սարգսյանը, Մինաս Մինասյանը, Աննա Աստանյանը, Բլից, Վլադիմիր Գալստյանը, Միսակ Մարկոսյանը, Կորյուն Մուրադյանը, Լուսինե Բայատյանը եւ հարց Յունի բանկից։ Ինչ որտեղ երբ գարնանային խաղեր, հեռուստադիտողներն ընդդեմ գիտակների, հաղթող կճանաչվի այն թիմը, որը կվաստակի 6 միավոր։ Հաշիվն է 0-0, առաջին խաղափուլ։ Բարի երեկո, հարգելի գիտակներ։ Բարի երեկո։ Պարոն Մնացականյան։ Այո, պարոն Որդավ։ Անցյալ տարի թիմն առաջին անգամ էր խաղում ակումբի մրցութային փուլում։ Ու թեև դուք չկարողացաք հաղթել, սակայն հասկանալի էր, որ թիմը կայացել է։ Ձեր կարծիքով ինչը խանգարեց ձեզ անցյալ տարի եւ արդյոք այս խաղից առաջ կատարել եք սխալների վերլուծություն։ Ես կպատասխանեմ, որ Մյունխհաուզենի խոսքերը, որ мы слишком серьезные были։ Մենք շատ լուրջ ենք այդ ժամանակ, թեթև չխաղացենք եւ ինձ թվում է դա պատճառը, որ Ժպտացեք, պարոնայք, ժպտացեք։ Բայց ես կսպատա։ Ձեր դեմ խաղում է Տիգրան Բաբայանը, տնտեսագետ Երևանից։ Ուշադրություն, Մարտիրոս Սարյան։ Ձեր առջև Տիգրան Պետրոսյանի դիմանկարն է։ 1963 թվականին շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն հռչակվելուց հետո Տիգրան Պետրոսյանին իր արհեստանոցում հյուրընկալեց Մարտիրոս Սարյանը եւ ստեղծեց այս դիմանկարը։ Վարպետն այս նկարում հիանալի հնարք է կիրառել։ Ուշադրություն հարցը։ Ուշադիր զննեք Սարյանի աշխատանքը եւ ասացեք, որն է այդ հնարքը։
Ժամանակ։ Ունքեր Արարատ լերանն է շատ նման, ունքեր Արարատին է նման, Մասիսը շողքի շատ նման է, հետևի ֆոնին էլ կա Մասիսը, նայի համստեկը։ Համընդեղ կա, համընդեղ, Արարատի ռաշի բանականան նկարի մեջ։ Շատ տեղերում Արարատից եկեք հանցնենք, ժողովուրդ։ Սաղ տեղերում լանայի Շատ տեղեր փորձել է Մասիսը։ Եկեք հանցնենք Արարատը, օքեյ, հասկացա։ Որ մեծություն է, ինքը որտեղ մեծություն է, ասեք դի մարդով։ Ինքը մեծություն է։ Բայց ինչ որ մի բան էր, 9-րդ շախմատի գիրկայով։ Կամ ես եմ տալին ինչ 13 թվի հետ կապված է, թե իր հաջողություն թիվը չէ 13 կամ Ուրիշ ինչ տարբերակն է։ 9-րդ չեմպիոն շախմատի հետ կապված։ տաղսակի հետ կապված ինչ որ գույները տաղսակի գունային համադրություն է օգտագործել շախմատային ինչ որ բաների ձևաչափերի համադրությամբ խաղային տակտիկաների։ Մասիսը ամեն տեղ կա, ունքերի վրա, մազերի մեջ կա։ Մեծությունը ընդգծելու իմաստով։ Բայց գույներն էլ որ նայում ես իրականում են վերևի 9-րդ Ալիքի Այվազովսկու նման է։ Արարատը ամեն տեղ կա, նույնիսկ Ժամանակ։ Պարոն հաղորդավար կպատասխանի Երամիտ Մովսիսյանը։ Լսում ենք Երանուի։ Նայելով Տիգրան Պետրոսյանի դիմանկարին կարող ենք տեսնել, որ բավականին շատ տեղերում Արարատի ասոցիացիաներ կան, մասնավորապես ունքերի հատվածում վերևում մենք տեսնում Արարատը բավականին տարբեր տեղերում այդպես գագաթների նմանությամբ պատկերներ ենք տեսնում։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Տարոն։ Այո, պարոն հաղորդավար։ 13-ը Գարի Կասպարովի 13-րդ չեմպիոնի թիվն էր։ Այո։ Մարտիրոս Սարյանն այս նկարում հիանալի հնարք է կիրառել։ Պետրոսյանի հոնքերը հիշեցնում են մեծ ու փոքր Մասիսները, որոնք պատկերված են նկարի վերին աջ անկյունում։ 1-0 հօգուտ գիտակների։ Երանուի Տեր-Մովսիսյանը բերում է առաջին միավորը իր թիմին, հաշիվը դառնում է 1-0 հօգուտ գիտակների։ Ինչ որտեղ երբ գարանային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, Հայաստանի ինտելեկտուալ շարժման պաշտոնական գործընկեր Լիգային շուրանսապահովագրական ընկերություն, մեր առանձնահատուկ գործընկերն է Երեմյան ընկերությունների խմբի բարձր հեղինակային ռեստորան Ռենոմեն, մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը, մեր արևային գործընկերն է Իտալ Սոլար ընկերությունը, մեր հարմարավետ գործընկերն է Յուս խանութների ցանցը, մեր լուսավոր եւ ջերմ գործընկերն է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, Գովաստ Armenia TV-ի եթերում։ Ուշադրություն, այսօրվա խաղի լավագույն գիտակին, Աթենք ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Ստեփան Ճորուխյանը նվիրում է ամերիկացի բիզնես խորհրդատու Իցխակ Ադիզեսի ընկերությունների կենսական ցիկլի կառավարում աշխատությունը սեփական մակագրությամբ։ Մեզ գրքեր տրամադրելու համար շնորհակալություն ենք հայտնում Զանգակ գրատների ցանցին գրատան գործունեությանը ծանոթանալու համար կարող եք այցելել zangakbookstore.am կայք։ Շարունակում ենք խաղը, երկրորդ խաղափուլ։ Երանուի, Այո։ ձեր նախասիրություններից ժամանակի հետ մոռացության է մատնվել կանոն նվագելը։ Իսկ հայտնի որ ստեղծագործությունն էիք ամենից հաճախ նվագում կանոնով։ Փորձեմ հիշել, որովհետև դա բավականին երկար ժամանակ առաջ էր։ Հայտնի կանոնի ստեղծագործություն կա բավականին բարդ հատվածներով, կախարդված ծաղիկներ։ Դա է շատ սիրում, եթե անկեղծ նվագել։ Ձեր դեմ խաղում է Համլետ Մաթևոսյանը, մարզական վերլուծաբան Վանաձորից։ Ուշադրություն, հարցը։ Համաձայն մի անեկդոտի, ինչու է տուգանվել ամերիկյան ընկերություններից մեկը, որին հանձնարարված էր պատկառուցել ԱՄՆ Մեքսիկա սահմանին, անօրինական ներգաղթը կասեցնելու նպատակով։ Ժամանակ։
Սամանը չեն գնացեք։ Ժողովուրդ սահմանը գետով է անցնում, կարծեմ այդ գետը պարբերաբար բունը փոխում է։ Ես գիտեմ որ Ինչու են տուգանվել։ Պատը սպիտակ էր, պատը սև էր, պատը ոչ սպիտակ էր, ոչ սև էր։ Ինչ կարա փոխաբերական մոստով։ Մեքսիկոյի պատը Մասնական մեկնաբան ասում։ Ֆուտբոլի պատասխաններն են սարքել այդ պատը, ասենք աշխատողները անօրինական մոտ գործած Այս մարդիկ են եղել։ մեքսիկներն են եղել պատը սարքողները, ոչ ներգաղթած մերսիկները չեն կարող պատը սարքեն, որտեղ ԱՄՆ-ի տարածքում մեքսիկներ։ Անեկդոտ հումորի։ Դա անեկդոտ Դա հենց էլի է։ ոչ սենա իրանք ասում են Ասենք ներգաղթանները հենց սարքելուց են աշխատողները ներգաղթած Նահանգները ինչ նահանգներ։ Կալիֆոռնիան է ասում, Թեքսասն է ասում, Իսպանիայից էին քարը այդ հողերը 1860-ականներին որպես կալոնիա կարող է պատմություն են գիտեն, որ օգտագործել են պատը որպես վոլեյբոլի ցանց։ Էդ են արել որ Հական Բերլինի պատի հետ ինչ Ես ուզում եմ ֆուտբոլի պատ կարող աշխարհացնել։ աշխատուժի օգտագործման շատին է։ Ժամանակ, պարոն Մնացականյան, ով է պատասխանում։ Պարոն հաղորդավար կպատասխանի Կարեն Հակոբյանը։ Լսում ենք ձեզ, պարոն Հակոբյան։ Պարոն հաղորդավար, եթե կարելի է հարցի բուն ձևակերպումը կրկնեք ու պատասխանեմ։ Համաձայն մի անեկդոտի, ինչու է տուգանվել ամերիկյան ընկերություններից մեկը, որին հանձնարարված էր պատ կառուցել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին, անօրինական ներգաղթը կասեցնելու նպատակով։ Ենթադրենք, որ տուգանքի պատճառը եղել էր այն, որ այն մարդիկ աշխատակիցները, ովքեր պետք է զբաղվեին պատի կառուցմամբ կամ այն նախաձեռնելով, եղել են հենց Մեքսիկայից կամ ինչ-որ այլ տեղից անօրինական ներգաղթյալներ։ Հասկանալի է։ Պետք է լինեին։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ուրիշ ինչ տարբերակներ կար, Կարլեն։ Ռասիզմի վերաբերյալ գույների հետ կապված տարբերակներ, վոլեյբոլ խաղալու հետ կապված տարբերակ ունեինք տարբերակ ինչ որ նրանով նրա հետ կապված, որ տեղով գետ էր անցնում, իսկ գետի մոտ երևի պատ չէր կարելի կառուցել, այս բանը այսքան եմ մտաբերում։ Վոլեյբոլի վրա կանգնեցիք, մի քիչ քննարկեցիք, հետո հրաժարվեցիք։ Համաձայն մի անեկդոտի, ամերիկյան ընկերություններից մեկը, որին հանձնարարված էր պատ կառուցել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին, տուգանվել էր մեքսիկացի ապօրինի ներգաղթյալների աշխատուժն օգտագործելու համար 2-0 հոգուտ գիտակների։ Տիկնայք և պարունայք, մեր խաղին ներկա են Իտալ Սոլար ընկերության համահիմնադիր Ռուբեն Հակոբյանը և ընկերության փոխտնօրեն Արա Գևորգյանը։ Բարև ձեզ, պարունայք։ Բարև ձեզ, պարոն հաղորդավար։ Պարոն Գևորգյան, իսկ ինչ նոր ձեռքբերումներ ունի Իտալ Սոլարը։ Իտալ Սոլարի բազմաթիվ նոր ձեռքբերումներից նշեմ մի քանիսը։ Իտալ Սոլարը դարձավ փոխակերպիչների ոլորտում համաշխարհային բացարձակ առաջատար գրովատ ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչպես նաև Սանկետ ընկերության պաշտոնական ներկայացուցիչն ենք եւ շատ շուտով նոր սերնդի գերհզոր վահանակների մեծ խմբաքանակ ունենանք Հայաստանում, ինչը մեզ թույլ կտա ավելի քիչ վահանակներ օգտագործելով ստանալ ավելի մեծ արտադրողականություն։ Շնորհակալություն, պարոն Գևորգյան։ Շարունակում ենք խաղը, երրորդ խաղափուլ։ Պարոն Հակոբյան։ Այո, պարոն հաղորդավար։ Երևի թե քչերը գիտեն, որ սիրում եք քարտեզներ գծել։ Այո։ Իսկ ինչ քարտեզներ են դրանք։ Իրական թե մտածածին։ Իրական, բայց ավելի շատ անցյալի քարտեզներ, պատմական քարտեզներ եմ սիրում գծել ու տարական դասարաններից դեռ այդ քարտեզները միշտ շատ ոգևորել, ոգեշնչել են ու մինչև այսօր այդ հոբին կա, հաճախ զբաղվում եմ քարտեզագրությամբ, թե ժամանակակից, թե տարբեր պատմական շրջանների քարտեզներ գծելու ցեր ունեմ։ Իսկ ինչպիսին է աշխարհը ձեր քարտեզների վրա։ Հայկական։ Ձեր դեմ խաղում է Լուսինե Բայաթյանը։ Տնտեսագետ, քաղաք Սան Կարլոս դե Բարիլոչե, Արգենտինա։ Ուշադրություն, հայկական գորգ։ Ուշադրություն, հարցը։ Որն է սովետական Հայաստանում 20-րդ դարի առաջին կեսին պատրաստված այս գորգի յուրահատկությունը։ Ժամանակ։
տպագրված է կամ ինչ-որ տեխնոլոգիաների Արդյունաբերություն, մանուֆակտուրա, ստանոկներ, ինչ-որ բաներ, 25-35 բանը չի։ Իսկ կարող է ինչ-որ Առաջին պիցիլետ Համար ֆիլմը հետո Սարքովը, ինքը ձեռագործ չի, ինքը ոչ ձեռագործ առաջին բանն է ու դրա համար իր ամասն այսքան ինքը ձեռագործ չի, ինդուստրիալ զարգացման։ Ես այդ ուզում ասեմ, ինչ որ ուրիշ բանով է սարքած, ասենք ինչ որ գույների հետ կապված գունավոր ուրիշ տեխնոլոգիա է, կամ էս մարդու կերպարը ինչի է նման, ինչ կարանք ասենք։ Զավոդի աշխատող Ինչա է։ գրա, ժողովուրդ ստեղ բան կա գրած, հայտես, ռոկոպի, ինչա գրած էստեղ։ այդ տնարակոպ Տնարկոպի ընկերության անունը 1925-1935 ԱՇՇ Որ տանն է սարքած։ Նկատել եք, որ մարդու ձեռքին կարմիր դրոշ կա, Սո խսամի դրոշն է, մուրճը մանգաղը, դե հաստեղ թև կապա ինչ-որ ու հետևը զավոդներ են, արևնաշողում, ինչ կա ուրիշտեղ։ Հայկական նախշեր են, հայկական կարպետի ավտոմատ գույներն գորգն է, ավտոմատ։ ձեռագործ։ ձեռագործ։ Կարդն է էլի դա։ Կարդն է դա։ Հա, իրապես։ Որ ձեռագործ չի էլի։ Ձեռքով չի գրած։ Պարոն Մնացականյան, ով է պատասխանում։ Ասում եմ Կարդն այսօր տարերքի մեջ է։ Թող փորձի ինքը նորից։ Լսում ենք ձեզ, Կարլեն։ Պարոն հաղորդավար հարցի բուն ձևակերպումը, եթե չեմ սխալվում, որներ գորգի առանձնահատկությունը, չէ։ Այո, յուրահատկություն։ Յուրահատկությունը կարծում ենք այն էր, որ այն առաջին հայկական կարպետներ, որը կամ գորգներ, որը ոչ ձեռագործ էր, պատրաստված էր ինչ-որ տեխնոլոգիական, ինդուստրիական պայմաններում։ Ինչը կարելի է ենթադրել թե ժամանակաշրջանից, թե նկարից եւ այլն։ Հասկանալի է։ Պարոն Ամիրաղյան, Այո։ ես ուզում եմ զրուցել հիմա ձեզ հետ։ Եվ երևի թե պարոն Մնացականյանի որպես ավելի տարիքով թիմում։ Ներքևի հատվածում ինչ եք նկատում։ Ներքևի հատվածում Թել է նա հաստոցը, գորգ գործողներ, Հաստոցը։ մանածագործական ֆաբրիկա, Դասգահ եք, չէ՞, տեսեք դասգահ եմ տեսնում, ձեռքի- որի վրա, այո, գորգ են, չէ՞։ Գորգ են, Վերևը ինչ է։ Աստղանի վրա տանա վերևում բանվոր է դրոշը ձեռքին, Հեղափոխություն, հետո ինդուստրիալիզացվեց երկիրը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Գորգի յուրահատկությունն այն է, որ դրա վրա պատկերված է ֆաբրիկայում հենց այս գորգի պատրաստման ամբողջ գործընթացը։ 2-1 հոգուց գիտակների Լուսինե Բայաթյանը բերում է առաջին միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Տիկնայք եւ պարոնայք։ Իսկ մեր խաղին ներկա են Երեմյան ընկերությունների խմբի հանրային կապերի ղեկավար Ամալիա Կարապետյանը եւ Երևան խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի տնօրեն Այդա Տիգրանյանը։ Բարի երեկո հարգարժան հյուրեր։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Տիկին Կարապետյան, բարձր խոհանոցի էությունը զարմացնելն է, հիացնելն է եւ սովորականը արտասովորի վերածելը։ Ինչ փորձառություն եւ եզակիություն է խոստանում իր հյուրերին Ռենոմե հեղինակային ռեստորանը։ Շնորհակալություն հարցի համար, պարոն հաղորդավար։ Ռենոմեի առանձնահատկությունների եւ եզակիության մասին կարելի է երկար խոսել։ Նախ եւ առաջ Ռենոմեն Հայաստանի միակ բարձր հեղինակային ռեստորանն է հավասարազոր Միշլենյան աստղի ըստ միջազգային փորձագետների։ Ռենոմեն նաեւ աշխարհում միակ հայկական բարձր հեղինակային ռեստորանն է, որի ճաշացանկը ոգեշնչված է հենց Հայաստանի բնաշխարհից, ուտելիքներից, հրաշալիքներից, ստեղծարար մտքից։ Ռենոմեն մեր նորագույն հյուրընկալության եւ խոհարարական բազմադարյա ավանդույթների կատարյալ արտացոլումն է եւ 3.5 ժամ տևող ընթրիքի ընթացքում մենք մեր հյուրերին խոստանում ենք ոչ միայն ամենաանհավանական համերի ճամփորդություն, այլ նաեւ նրանք իրենց յուրաքանչյուր վայրկյանն անցկացնելու են բարձրաճաշակ եւ շքեղ միջավայրում, վստահ լինելով, որ այլևս որևէ այլ տեղում նման փորձառություն չեն կրկնելու։ Երևի կարողացա հնարավորինս հակիրճ խոսել Ռենոմեի եզակիության մասին։ Շնորհակալություն Տիկին Կարապետյան։ Շարունակում ենք խաղը 4-րդ խաղափուլ։ Պարոն Մնացականյան, Լսում եմ պարոն հաղորդավար։ կա արդյոք ինչ-որ գործընթաց, որի հետ կհամեմատեք մեր խաղը։ Պարոն հաղորդավար, ես միշտ մեր խաղը համատել եմ առյուծների որսի հետ, որ իրանք անում են 5-6 առյուծով, զոհին հետապնդում են, մեկը թույլացնում է, մեկը հետապնդում է, մեկն էլ դարանակալած բռնում է։
Եվ դա շատ կարճ է դեպով, ասենք առուզները այդ մի րոպեին բռնեցին, չէ, որսը փախավ։ Շատ հետաքրքիր է, որ այդ նույն դրայվով, նույն ազարտով, այդ նույն տպավորությունն է, որ մեկը պատասխանեց, մեկը օգնեց։ Հետաքրքիր է, առաջին անգամ եմ լսում նման, բայց շատ հետաքրքիր համեմատություն է, պարոն Մնացական։ Կնայեք իսկապես շատ կփորձեք տեսնեք ինչքան նման է մեր խաղին։ Սուպեր բլից։ Դե հիմա թող մեկը պատասխանի, պարոն Մնացականյան։ 3 հարց, որից յուրաքանչյուրին պատասխանելու համար գիտակին տրվում է 20 վայրկյան ժամանակ։ Ով է մնում սեղանի շուրջ, պարոն Մնացականյան։ Եթե թույլ կտաք 2 բառով ներկայացնեմ նոր, ես եթե ինձ հնարավորություն տրվեր մեր ակումբից տղամարդկանց, ասենք հավաքական սարք կազմեին, ես կարծում եմ, որ մեր թիմից ոչ մեկ չէր ընդգրկվի, քանի որ կան ավելի ուժեղ գիտակներ, բայց եթե կանանց հավաքական ձևավորվեր, ես կարծում եմ, որ մեր երկու աղջիկներն արժանի են այդ թիմում խաղալու եւ այդ տրամաբանությամբ այսօր կվստահենք Օֆելիային։ Կնամեցար թիմ եք, պարոն Մնացականյան։ Դալիճում խնդրում եմ լռություն, որպեսզի թիմը վաստակի մեկ միավոր, Օֆելիա Ավետիսյանը պետք է պատասխանի բոլոր 3 հարցերին։ Ուշադրություն, առաջին հարցը։ Տիգրան Սրապյանը Երևանից հետաքրքրվում է. Ինչ վնասվածք է ստացել դերասան Բրեդ Փիթը Տրոյա ֆիլմի նկարահանումների ժամանակ, ինչի պատճառով նա 10 շաբաթ ի վիճակի չի եղել մասնակցել նկարահանումներին ժամանակ Եկեք չծքենք, որովհետև ես ավելի լավ տարբերակ չեմ մտածի, որտև ինքը Ախիլեսներ, թող ոտքի վնասվածք ստացած լինի։ Պարզապես ոտքի։ Սրունքի, պիտա, չուիրեմ հայրենը, ինչն է, պյատկեն ոտքի։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Դա գարշապարն է հայերեն։ Բրեդ Փիթը, որը ֆիլմում մարմնավորում էր առասպելական հերոս Աքիլեսի դերը, նկարահանումների ժամանակ վնասել էր Աքիլեսյան ջիլը, գարշապարը, ինչպես հիշում եք Աքիլեսի միակ խոցելի տեղը գարշապարն էր։ Առաջին հարցին դուք ճիշտ պատասխանեցիք, բայց խնդրում եմ Օֆելիա ավելի հստակ պատասխանել։ Ուշադրություն, երկրորդ հարցը։ Ըստ ավանդության, երբ մի վանական այդ կղզում հսկայական լեռ տեսավ, նա բացականչեց. այս ինչ լեռ է, Աստված իմ, սակայն ըստ ավելի հավանական վարկածի, կղզու անունը թարգմանվում է որպես խաչելության սար։ Լիլիթ Չախոյանը Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքից հետաքրքրվում է, որ կղզու մասին է խոսքը, ժամանակ։ Ժամանակ, Օֆելիա։ Ես չունեմ լավ տարբերակ, դրա համար խաչելության հետ կապված միակ բառը կասեմ, Գալգոֆա, բայց ինքը կղզի չէ, ինքը սար է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ըստ ավանդության, երբ մի վանական այդ կղզում հսկայական լեռ տեսավ, նա բացականչեց. այսինչ լեռ է, Աստված իմ, խոսքը Մոնտե Քրիստո կղզու մասին է։ Լիլիթ Չախոյանը բերում է երկրորդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից եւ հաշիվը հավասարվում է դառնալով 2-2։ Հինգերորդ խաղափուլ։ Օֆելիա, Այո, պարոն խաղալար։ մի առիթով նշել եք, որ սպորտաձևերից երբեք չեք զբաղվի գեղասահքով։ Իսկ ո՞րն է դրա պատճառը, չեք սիրում գեղասահք։ Դե չէ, դիտել սիրում եմ, բայց ինձ թվում է, եթե ես լինեի,
այդ մասնակիցը մյուսները չէին սիրի դիտելը։ Ինչու՞։ Ուստի պետք չէ փչացնել ուրիշների հաճելի ժամանցը։ Դե ինձ թվում է, չնայած չէ, կարող է մարդիկ վայել են ինչ որ մեկի վայր ընկնելը մոտ րոպե ու կես, բայց իմ համար այդ վերջում դաժան կլիներ։ Ձեր դեմ խաղում է Ամալիա Սարգսյանը։ Մարմարե արծվի մրցանակակիր տեխնոլոգ Երևանից։ Ուշադրություն, բնության բարիքներ։ Իսկ հիմա ուշադրություն, սև արկղ։ Սև արկղում գտնվում է այս շարքի թերևս ամենահայտնի ներկայացուցիչը։ Ուշադրություն, հարցը։ Ինչ է սև արկղում։ Պատրաստ է, պարոն հաղորդավար։ Լսում ենք ձեզ, ով է պատասխանում։ Օֆելյան։ Լսում ենք Օֆելիա։ Ինձ թվում է այնտեղ խնձոր է։ Ինչու Օֆելիա։ Որտեվ այս բոլոր մրգերը ինչ որ լեզվում կոչվում են ինչ որ խնձոր։ Սինեյփլ, չինական խնձոր։ Հա, չինական խնձոր, արքայա խնձոր, գետնի խնձոր, ոսկի խնձոր, իսկ նա ուղղակի խնձոր է։ Կամ կարող է ինչ որ մեկի iPhone-ն է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Օֆելիա, դուք ամեն ինչ պատմեցիք, որ նարինջը հոլանդերեն ապելսին բառացի թարգմանությամբ չինական խնձոր է, անանաս կամ արքայա խնձոր, անգլերեն pineapple, բառացի սոճանման խնձոր, կարտոֆիլ ֆրանսերեն pomme de terre, բառացի գետնի խնձոր, լոլիկ իտալերեն pomo d'oro, ոսկե խնձոր։ Բացենք սև արկղը, այնտեղ պարզապես խնձոր է։ Օֆելիա Ավետիսյանը բերում է երրորդ միավորը իր թիմին և խնայում մեկ լրացուցիչ րոպե։ Հաշիվը դառնում է 3-2 հոգուտ գիտակների։ Ես փաստորեն սխալ չէի ասում, պարոն հաղորդավար։ Աղջիկների մասով սխալ չէի։ Աղջիկների մասով երբեք դուք չեք կարող սխալվել, պարոն Մնացականյան։ Տիկնայք և պարոնայք, դահլիճում ներկա է Լիգա Ինշուրանս ապահովագրական ընկերության վաճառքի աջակցման թիմի համակարգող Տաթևիկ Արուստամյանը։ Բարի երեկո, Տիկին Արուստամյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Տիկին Արուստամյան, կառավարության կողմից սահմանվել է եկամտահարկի վերադարձ, եթե առողջության ապահովագրության համար ծախս է կատարվել։ Իսկ ինչ առաջարկ ունեք, որից քաղաքացիները կարող են օգտվել, այդ թվում նաև մեր գիտակներն ու հեռուստադիտողները։ Շնորհակալություն հարցի համար։ Այո, մենք ունենք առողջության ապահովագրության նոր փաթեթ, որը նախատեսված է սուր եւ անհետաձգելի դեպքերում ստացիոնար բուժում ստանալու համար։ Այդ փաթեթի շրջանակներում ապահովագրված անձինք փաթեթի գնման դիմաց ստացված գումարը կարող են հետ ստանալ հաջորդ տարի հարկային հայտարարագրի հիման վրա։ Ընդ որում հատկանշական է, որ պետք չէ վճարել բուժհաստատությանը ծառայություններից օգտվելու համար եւ հետո դիմել հատուցում ստանալու համար, այլ ընդհանրապես պետք է օգտվել տվյալ ծառայություններից մեզ հետ համագործակցող բուժհաստատություններից եւ մենք անմիջապես վճարումը իրականացնում ենք բուժհաստատությանը։ Շնորհակալություն։ Ինձ մնում է միայն ավելացնել, որ այս տարի լրանում է ինչ որտեղ երբ հեռուստախաղի եւ Լիգա Ինշուրանս ընկերության համագործակցության 15 ամյակը։ Շնորհակալություն Լիգա Ինշուրանսին։ Շարունակում ենք խաղը։ 6-րդ խաղափուլ։ Օֆելիա։ Այո, պարոն խաղավար։ Դուք մասնագիտությամբ լեզվաբան եք։ Ճիշտ այդպես։ Մի լեզվի լեզվաբան եք, թե մի քանի։ Դե իմ Հաշվի հիմնական առնելով նախորդ հարցը։ Ինձ թվում է իմ ֆրանսերենի դասախոսը կուրախանա, որ ես այն բացարձակապես չեմ մոռացել տարիներ հետո։ Չեմ, մի քանի լեզվի չեմ, ուղղակի մասնագիտության բերումով ստիպված եմ հասկանալ լեզուների միջև կապը։ Հասկանալի է։
Ձեր դեմ խաղում է Կորյուն Մուրադյանը։ Հաշվապահ Էջմիածնից։ Մեր հեռուստադիտողը ձեզ համար հանելուկ է հորինել։ Վարդագույնը զվարճալի է։ Սևը անձնուրաց և խիզախ։ Կանաչը ծանր և մետաղյա։ Վարդագույնն ու սևը ամերիկյան են, իսկ ահա կանաչը գերմանական։ Ուշադրություն հարցը։ Գուշակեք մեր հեռուստադիտողի հանելուկը։ Ժամանակ։ Վարդագույնը զվարճալի է։ Սևը անձնուրաց, կանաչը ծանր մետաղյա, վարդագույնը սևը ամերիկյան, կանաչը գերմանական։ Ինչ-որ դեղեր, վարդագույնն ու սևն է ամերիկյան։ Մետաղյա։ Ծանր մետաղյա, դրոշի գերբի հետ կապված ինչ-որ դեղեր, նյութեր, քիմիական։ Այս երկուսը ամերիկյան են։ Կարող է բաների քիմիական էլեմենտների անուններն, օրինակ զվարճալի գազը, սենց մի բան, ծանր մետաղյա, կանաչ ինչ-որ Ամերիկայի կամ գերմանական ինդուստրիայի հետ կապ ունեցող բառա, որը նաև մետաղա, որը չգիտեմ, Գերմանիումն է, կանաչա, սենց մի բան։ Ինչ-որ վարդագույն հովազ զվարճալի հետ մուլտիկ, ինչ-որ կերպարներ, սևը սև պանտերա, չորի պանտերա։ Բա կանաչ, ինչ կա, կանաչ պանտեր, կանաչի կարող է շարժումներ են քաղաքական, կանաչներ Բայց վարդագույն պանցիր։ Հա, բայց սևը տանկն է, պանցերը։ Պանցերը շարակում է Գերմանական հա։ Տիգրն է, էլի դիան տիգրը։ Ով է պատասխանում, պարոն Մնացականյան։ Ես պարոն։ Լսում ենք ձեզ։ Ուրեմն խոսքը հովազի մասին է, վարդագույն հովազը մուլտիկի զվարճալի վարդագույն հովազն է, սևը նույնպես էլի հովազն է, իսկ կանաչը գերմանականը դա տանկի մասին է խոսքը, ծանր է և մետաղյա։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Մնացականյան, տարօրինակ է, որ այս տարիքում դեռ մուլտիկներ եք նայում։ Վարդագույնը մուլտֆիլմի հերոս է, սևը սուպեր հերոս է, որը հայտնի է Մարվելի կոմիքսներից, իսկ կանաչը գերմանական տանկ է, որն օգտագործվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Խոսքը հովազի, պանտերայի մասին է։ 4-2։ Նարեկ Մնացականյանը բերում է 4-րդ միավորը իր թիմին և հաշիվը դառնում է 4-2 հոգուտ գիտակներին։ Տիկնայք և պարոնայք, մեր դահլիճում ներկա է Յունիբանկի նախագահի առաջին տեղակալ Արարատ Ղուկասյանը։ Բարի երեկո, պարոն Ղուկասյան։ Բարի երեկո, պարոն Աղթավար։ Պարոն Ղուկասյան, դուք շատ եք արդեն եղել մեր դահլիճում։ Տարբեր են եղել խաղերը, եղել են, որ պարտվել են, եղել են, որ հաղթել են, եղել են, որ աշխուժ են խաղացել, եղել են ընդհակառակ, ինչպես կգնահատեք այսօրվա խաղը։ Ես առաջին անգամ եմ դիտում առյուծների խաղը, շատ զգացմունքային, հետաքրքիր խաղ է և տպավորությունը շատ դրական է։ Առյուծներ են, թե հովազներ են հիմա։ Վերջ-վերջո երկուսն էլ կատվազգի են։ Երկուսն էլ կատվազգի են։ Շնորհակալություն, պարոն Ղուկասյան, շատ հետաքրքիր գնահատականի համար։ Շարունակում ենք խաղը, 7-րդ խաղափուլ։ Պարոն Մնացականյան։ Այո, պարոն Աղթավար։ Եթե չդառնայիք ֆինանսիստ, կցանկանայիք ձեզ նվիրել ֆլորային և ֆաունային։ Համենայն դեպս այդպես եք դուք ասել։ Այո։ Իսկ ինչ է տալիս ձեզ շփումը բուսական և կենդանական աշխարհի հետ։ Ես առաջնորդում եմ հետևյալ սկզբունքով, որ բնությունը ամենահին ու ամենամեծ համակարգն է, որ մինչև հիմա գործում է։ Ու այդ տրամաբանությամբ չի կարող այնտեղ սխալ լինի։ Ամեն ինչ այնտեղ ճիշտ է։ Ինչ որ պետք է մարդը սովորի, որ համոզված է, որ ճիշտ է, դա մենակ բնությունից է։ Ներդաշնակությունն է ամենակարևորը։ Իրանք ներդաշնակ են։ Շնորհակալություն, ձեր դեմ խաղում է Մինաս Մինասյանը, ատամնատեխնիկ Երևանից։ Ինչն է ինձ ստիպում երգել։ Անհատակ երկինք, երիցուկի դաշտ։ Եթե ես երջանիկ եմ, ես երգում եմ։ Եթե տխուր եմ, միևնույն է երգում եմ։ Ինչն է ինձ ստիպում երգել։ Կակաչի գույնի վարդերի բույրը։ Այս տողերի ներքո Բազեն ուղևորվեց իր համար նոր միջավայր բացահայտելու, որտեղ հանդիպելով մեր հայրենակցին
նրա հետ գրեց գեղեցիկ մի պատմություն։ Ուշադրություն հարցը։ Իսկ ինչ անվանում ստացավ այդ պատմությունը։ Ժամանակ։ Ինչ Անհայտ երկինք, երիցուկի դաշտ, կակաչի գույն, վարդի Հələ ռուսերեն ասեք, Բաբաջանյան եք, Արնո Բաբաջանյան եք, ինչ կա այդ ձևի խոսքերով։ Ինչ որ տեսեք, բայց գույների վրա եթե Բազեն հանդիպեց, բայց դրոշի մասին է երգում, ինչ որ չգիտեմ, այդտեղ գույներ կան, չի անհատակ երկինքը Կակաչի ինչ է, Գետաշենի երկի մեջ ինչ որ բան կա, ինչ որ Կարմիր կակաչները ներկել են դաշտերը, ինչ անհատակ երկինք ինչ է ինստիտուտ պարտադիր երաշտական ստեղծագործություն կարող է կոմիտ ինչ որ դառնշում է կոմիտասի հարցի բուն ֆորման որներ ում մասին է խոսքը, հա Չեք ով ագրել։ Որ ստեղծագործություն։ Ես Ինչ ստեղծագործություն։ կոմիտասը կարելի որ առանձնացրել է հայկական։ Մեր հիմնի հետ կապված կարելի մեր հայրենիքի հետ կապված։ Նալբենձենն է։ Իսկ մեր ես իմանուշ Հայաստանին։ Չեք խոսում։ Հա, ես իմանուշ Բազեն ինչ կապ ունի։ Ժամանակ, պարոն Նացականյան։ Այո, դուք ունեք 1 րոպե։ Ուղղակի հարցը այնքան լավն է, որ ուզում ենք եկեք վերցնենք մեր րոպեն, չնայած որ կարող է հետո պետք գա, բայց Լռություն դալիճում ես կարդում եմ հարցը, որից հետո կտրամադրեմ 2-րդ րոպեն։ Ինչն է ինձ ստիպում երգել։ Անհատակ երկինք, երիցուկի դաշտ։ Եթե ես երջանիկ եմ, ես երգում եմ։ Եթե տխուր եմ, միևնույն է, երգում եմ։ Ինչն է ինձ ստիպում երգել։ Կակաչի գույնի վարդերի բույրը։ Այս տողերի ներքո Բազեն ուղևորվեց իր համար նոր միջավայր բացահայտելու, որտեղ հանդիպելով մեր հայրենակցին, նրա հետ գրեց գեղեցիկ մի պատմություն։ Ուշադրություն հարցը, իսկ ինչ անվանում ստացավ այդ պատմությունը։ 2-րդ րոպեն։ Իմ սիրտը լեռներում։ իմ սիրտը Վիլյամսը, որովհետև սա հանգավորում է աստեյության անգլերենից է բանարած, ինչն է հայերենով չի բռնում։ Ժողովուրդ իսկ կարող են որ Գնացել է հայերենի լեռներ։ Բազեի հետ կապված արին սոխակորձերը չնասում է բազեի երկերի տակ խնեցան։ Եթե մեր օրացայինները սկսենք բանանել։ Բազեի երկը արի իմ սոխակ է դրա հետ կապված ինչ ունենք, որ վերջում բազեի երկերի տակ է չէ քնում, կամ ինչ որ արտասահմանի հայա, որ բազեն գնաց է եկե պատմել։ Նշվայից ոչ ստեղծագործություն, դու ասում ես հանկացած ստեղծագործություն։ Շիրազի հետ ոտանավորը վատը չի անում, եմ ասում մանուշակների ձեռքերից եւ կակաչներից եւ արդեն մեր սաղ պոետները մի 40 հատ այդպես բանաստեղծություն ունենք։ Բազեն որ եկա, որ քեզ լրացավ, բայց ինչ որ կոնկրետ Արիմ սոխակը, բայց Սարոյանի բանն է երևի, իմ սիրտը լեռներում։ Բայց ինչ որ գրեց, չէ՞։ Արիմ սոխակը գրող ունի հստակ, չգիտեմ։ Պատմություն ստեղծեց պատմություն։ Ինչ անուն ստացավ այդ պատմությունը։ Ինչն է եւ ուրախ եւ Ժամանակ, պարոն Նացականյան, ով է պատասխանում։ Ով է պատասխանում։ Լսում ենք ձեզ, պարոն Նացականյան։ Ենթադրենք, որ խոսքը գնում է Արիմ սոխակ ստեղծագործության մասին։ Արիում սոխակ ստեղծագործության մասին։ Բազեն որ եկավ։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Կարծում եմ, ես մկրտվել եմ երգով։ Դա է պատճառը, որ ես երգում եմ։ Մի փոքրիկ թռչուն, մարգարտաձև թռչուն, մի փոքրիկ թռչուն, մարգարտաձև թռչուն։ Չիտո կրիտո խոսքը Միմինո ֆիլմի մասին է, որի վերնագիրը վրացերենից թարգմանաբար նշանակում է բազե։ Սա վրացական տեղական ավիաընկերությունների մի երկու ուղղաթիռի օդաչու Վալիկո Միզանդարի կեղծանունն էր։ Վալիկոն եւ Ռուբիկ ջանը միասին գրեցին մի պատմություն, որը սիրելի դարձավ հազարավոր մարդկանց համար։ 4-3 Մինաս Մինասյանը բերում է 3-րդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Կարծում եմ շատ գեղեցիկ հարց էր եւ դուք պետք է որ վերցնեիք այս հարցը։ Դիկնայք եւ պարոնայք, իսկ մեր խաղին ներկա է Աթենք ընկերության բրենդ մենեջմենթի բաժնի ղեկավար Արամ Առաքելյանը։ Բարի երեկո, պարոն Առաքելյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Մինչ հարցին անցնելը, ինչպես կգնահատեք նախորդ հարցը։ Բավականին գեղեցիկ կառուցվածք ունեցող, հետաքրքիր եւ խորելուտերի
տեղիք տվող հարցեր, ինչ շատ դուր եկավ։ Իսկ դուք նկատել եք դահլիճում պատասխան կար ընդհանրական։ Աջ կողմից ինչ որ տարբերակ նշмарվում էր։ Պարոն Արաքելյան, իսկ որտեղից կարելի է ձեռք բերել Աթենք ընկերության արտադրանքը։ Պարոն հաղորդավար, Աթենք ընկերության արտադրանքը կարող են ձեռք բերել Հայաստանի բոլոր վաճառակետերից, ինչպես նաև մեր 30-ից ավել ֆիրմային խանութներից։ Նշեմ, որ որտեղից էլ որ ձեռք բերեն, կարող են վստահ լինել, որ կատարում են լավագույն ընտրությունը։ Իդեպ ֆիրմային խանութներում մեր հաճախորդներին առաջարկում է ոչ միայն լայն տեսականի, այլ նաև մասնագիտացված սպասարկում։ Իդեպ Աթենքի մասնագիտացված ֆիրմային խանութների ցանցով Հայաստանում ամենամեծ ցանցն է։ Մենք այս տարի արդեն ներկայացել ենք քաղաք Աբովյանում եւ Վեդիում եւ շուտով նոր մասնաճյուղ կունենանք նաեւ քաղաք Արտաշատում։ Շնորհակալություն։ Շարունակում ենք խաղը 8-րդ խաղափոր։ Պարոն Ամիրաղյան։ Այո։ Կա արդյոք գիրք, որի էկրանավորումն ավելի շատ եք հավանել, քան հենց գիրքը։ Այո, կան այդպիսի գրքեր, թերևս Իլֆ եւ Պետրովի ոսկե հորդ ստեղծագործությունն է, իմ կարծիքով։ Այդտեղ ես կարող եմ ավելացնել, որ թարգմանությունն էլ ավելի լավ։ Այո, հայերեն թարգմանությունը էլ ավելի լավն է, քան ռուսերեն։ Ձեր դեմ խաղում է Աննա Աստանյանը, ֆինանսիստ Երևանից։ Ուշադրություն, կոմպոզիցիա։ Այս ինքնատիպ կոմպոզիցիան կոչվում է ասեղ, թել, հանգույց և տեղադրված է համաշխարհային նորաձևության խոշորագույն քաղաքներից մեկում՝ Միլանում։ Ուշադրություն, հարցը։ Ուշադիր նայեք աշխատանքին և փորձեք գուշակել, թե բացի նորաձևությունից, էլ ինչն է այն խորհրդանշում։ Ժամանակ։ Վիրաբուժական կար, որ սենց մի քիչ նմանություն կա էլի այդ հանգույցներին։ Ուրիշ երեխեք։ Միլանը էլ ինչով հայտնի։ Պիզալի, կա ինչ-որ իտալական խոհանոցի հետ կապված, իտալական ֆուտբոլի հետ կապված ձեռքն է ինչ-որ սենց։ Իտալացի ոնց որ լինի, որը սենց է անում, տեսեք այս գլուխն է, ինքը սենց պիցա է մատուցում կամ սենց մի բան։ Հետևել պիցերիա։ Սպագետի, իտալական ինչ-որ խոհանոցի սպագետի Գույնի մի հատ գույների վրա։ Եզավշետը դնթի բանին էին նմանացնում, պարույրին, բայց մի քիչ անկանոն շատ մարդու նման է ստացվել, էլի ինքը սպագետի, որը ինչ-որ Ինչ է կարում ասենք, հետևը ինչ է գրած, Միլանո ֆիլմ ֆեստիվալ, Պիզալի, Կորնո, եսիմի ինչ ինչ է խորհրդանշում։ ինչ-որ Lexus-ի հարցազմ են ինչ է խորհրդանշում ուրիշ։ Տեղինն է էլի։ Իսկ դեռ ինչ հատված է, փողոցա անցումա լավ, լուսացույցա, շատրվանա, կարող է շատրվանը ինչ-որ կապ ունենա, կամ շատրվանը ինչ-որ Կարող է տեղ ինչ-որ երկրաշարժ է եղել, ինչ-որ տեկտոնիկ բան է շարժ է եղել, կարեգը ինքը։ Ժամանակ, պարոն Մնացականյան։ Այ, բարդ է։ Ով է պատասխանում, պարոն Մնացականյան։ Լսում ենք Երանուի։ Քանի որ խոսքը Իտալիայի մասին էր գնում, որ հայտնի է նաև իր խոհանոցով, այստեղ ասոցիացիա այդ թելերի հետ գնաց իրանց սպագետիի հետ, ենթադրում եմ ինչ-որ խոհանոցի ակնարկել է սրա մեջ ենթադրվում։ Այսինքն խորհրդանշում է Իտալական խոհանոցը մասնավորապես սպագետիները։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Անկեղծ լինեմ, որ ասեմ, որ երևի թե սա ամենաբարդ հարցերից մեկն էր։ Ուշադրություն դարձրեք, թելը մտնում է գետնի տակ, ապա անցնելով մի քանի մետր դուրս է գալիս գետնի տակից և հանգույց կազմում։ Ասեղ թել հանգույց։ Աշխատանքը նվիրված է Միլան քաղաքի մետրոյին, որը կոմպոզիցիան տեղադրելու պահին բաղկացած էր 3 գծերից, որոնք նշանավորում էին կարմիր, դեղին և կանաչ գույներով։ 4-4,
Աննա Աստանյանը բերում է 4-րդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Հավաքվեք լավ երեխեք, հավաքվեք բլիցելը արդեն Ամենաբարդ հարցերը խաղացված են, սուպեր բլիցը խաղացված է։ Տիկնայք եւ պարոնայք, մեր դահլիճում ներկա է Հայաստանում յուս խանութների ցանցի հիմնադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը։ Բարի երեկո, պարոն Կարապետյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Կարապետյան, ինչ քանակական տեսականի կա ձեր խանութներում։ Մոտավորապես 3000-ից ավելին է։ Իսկ առաքում ունեք։ Առաքում ունենք միայն on-line առևտրի ժամանակ։ Իսկ չեք կարծում, որ դա անարդար է, պարոն Կարապետյան։ Միգուցե անարդար է, բայց մենք դեն զարգացնում ենք on-line առևտուրը Հայաստանում։ Դուք զարգացնում եք, այսինքն առաջատար տեխնոլոգիաները, հասկանալի է։ Պարոն Կարապետյան, իսկ խաղի մասին ինչ կասեք։ Ձեր կարծիքը, դուք փաստացի առաջին եթերաշրջանն է, որ մեր դահլիճում եք։ Տարբերվում է արդյոք խաղը այն խաղը, որ դիտում եք հեռուստացիցով եւ այն, որ դիտում եք այստեղ դահլիճում։ Այո, իհարկե, այստեղ էմոցիաներ են, այդ Պանտերայի հարցը շատ էմոցիոնալ էր։ Ես երևի ավելի շատ ուրախացա գիտակների տեղը, ոնց կտան այդ հարցի պատասխանը։ Իսկ դուք ունեիք պատասխանը։ Ոչ, չունեի։ Շնորհակալություն։ Շարունակում ենք խաղը 9-րդ խաղափուլ։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր հարցերը կարող եք ուղարկել հետևյալ հասցեով. Երևան Եղվարդի խճուղի 1 Արմենիա հեռուստատեսություն, ինչ որտեղ երբ հեռուստախաղին, կամ info@prt.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև թարմացված 3w.tv.am կայքի միջոցով։ Այն նամակները, որտեղ տեղեկատվության աղբյուր է եւ ձեր հեռախոսի համարը նշված չեն լինի, չեն դիտարկվի մեր խմբագիրների կողմից։ Բլից։ 3 հարց յուրաքանչյուրի համար 20 վայրկյան քննարկման հնարավորությամբ։ Մեկ միավոր վաստակելու համար գիտակները պետք է պատասխանեն բոլոր 3 հարցերին։ Խնդրում եմ լռություն դահլիճում։ Ուշադրություն, առաջին հարցը։ Մի անգամ Էրմիտաժ սրճարան գրեթե միաժամանակ մտան մեծ թվով հաճախորդներ, որոնք ցանկանում էին ճաշել։ Սրճարանի սեփականատերը առանց երկար մտածելու մի ամանի մեջ խառնեց աքարի միս, հյուսիսային եղջերվի լեզու, հատիկավոր խավիար, թթու վարունգ, վերջում էլ վրան սոուս լցրեց եւ մատուցեց սեղանին։ Հաճախորդները շատ գոհ մնացին։ Էդգար Գևորգյանը Միացյալ Նահանգների Բրբանկ քաղաքից հետաքրքրվում է, իսկ ինչ էր ռեստորանի սեփականատիրոջ ազգանունը։ Ժամանակ։ Օլիվիե։ Օլիվիե։ Հատիկավոր ցավար, բան։ Չէ, ցավար ասում, խավիար ասում։ Այն չոր շվեդական սեղանի հետ համեմատությամբ վրամեն ինչ կա, ամենից խառնել։ Շուտ բալասարկում։ Ինչա խառնել, ինչա խառնել։ միս երկու տեսակի ու հատկի հավի միս է։ Ժամանակ։ Պարոն Միացականյան, ով է պատասխանում։ Օֆելյան։ Լսում ենք Օֆելիա։ Օլիվիե։ Օլիվիե։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Այդ ռեստորանի սեփականատերը ֆրանսիացի շեֆ խոհարար Լուսիեն Օլիվիեն էր, ում անունը հետագայում ստացավ հանրահայտ աղցանը։ Իհարկե, մի փոքր այլ բաղադրատոմսով։ Ուշադրություն, երկրորդ հարցը։ Պատմում են, որ կառավարող խանը ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանին վիրավորելու համար մի խուրձ յոնջա արվույթ է ուղարկում նրան նվեր։ Կաթողիկոսն ընդունում է նվերը եւ փոխադարձաբար մի լավ ոչխար է ուղարկում խանին։ Խանը զարմանում է, որ կաթողիկոսը իր վիրավորանքին պատվով է պատասխանել։ Պատճառը հասկանալու համար նա սուր հանդակ է ուղարկում կաթողիկոսի մոտ։ Մայրանուշ Համբարձումյանը Երևանից հարցնում է. իսկ ինչպես է Խրիմյան հայրիկը բացատրում իր արարքը սուր հանդակին։ Ժամանակ։
Դու քո ճաշին կեսեցի, ես էլ իմն եմ քեզ հետ։ Մյուս կողմից հոգեվորական էր կարող դու իրա ուտելիքն ես ուղարկել, ես քեզ իրան եմ ուղարկում։ Դու իմ անասունին սնեցիր, ես քեզ եմ սնում։ Դու խանես ես բան, բայց դու իմ անասունին ուտելիք ուղարկեցիր, ես քեզ։ Չէ, դու քո կերակուրն ուղարկեցիր, ես իմն էլի։ Ումա քեզ ուղարկեցի։ Ժամանակ։ Պատասխանում է Արմեն Ամիրաղյանը։ Լսում ենք ձեզ, պարոն Ամիրաղյան։ Մոտարապես այսպիսի պատասխան է ուղարկում Մկրտիչը։ Դու կիսեցիր քո ճաշը ինձ հետ, ես կիսում եմ իմ ճաշը քեզ հետ։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ղրիմյան Հայրիկն իր արարքը բացատրում է այսպես. Խանը իր սիրած կերակրից է ուղարկել, ես էլ իմ։ Երկրորդ հարցին էլ դուք ճիշտ պատասխանեցիք։ Իսկ հիմա վճռորոշ երրորդ հարցը։ 2014 թվականին Նյու Յորքի քաղաքապետ ընտրված Բիլ դե Բլազիոն այցելել է Staten Island-ում գտնվող մի պիցցայատուն։ Քաղաքապետը խախտել է բնակիչների շրջանում հայտնի սովորույթը, ինչն այնպիսի վրդովմունք է առաջացրել, որ սոցիալական ցանցերում եւ փողոցներում իմպիչմենտի կոչեր են հնչեցվել։ Ֆլորա Այվազովան Երևանից խնդրում է ձեզ պատասխանել. Պիցցա ուտելու հետ կապված ինչ սովորույթ է խախտել քաղաքապետը։ Ժամանակ։ Չանգյալ տանողով է կերել, ոչ թե մատներով։ Իսկ եթե անանաս են դրել վրան, որովհետև հա էլի, մարդիկ չանգյալ տանակով, ինքը չանգյալ տանակով է կերել։ Ժամանակ։ Լսում ենք Օֆելիա։ Բիլ դե Բլազիոն փոխանակ մարդավարի ձեռքերով ուտելուն, քաղաքավարի թվալու համար ինչ որ բանը, ոչ եմ պատարակաղով ու տանակով է կերել, փոխանակ ձեռքերով տնավարի ուտի։ Հասկանալի է Օֆելիա, մենակ խնդրում եմ մի հատ հարցի պատասխանեք, որը կապ չի ունենալու արդյունքի հետ։ Ինչու պատասխանի ժամանակ ասեցիք պատարակախ, իսկ քննարկման ժամանակ չանգյալ։ Այդ որ ես հասկանայի։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պիցցա ուտելիս քաղաքապետը դիմել է դանակ պատարակաղի օգնությանը, այդպիսով խախտելով ձեռքով պիցցա ուտելու սովորույթը։ Դուք հաղթեցիք բլիցում 5-4։ Օֆելիան բերում է 5-րդ միավորը թիմին։ Ինչ որտեղ երբ գարնանային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, Հայաստանի ինտելեկտուալ շարժման պաշտոնակար գործընկեր Լիգա Ինշուրանս ապահովագրական ընկերություն։ Մեր առանձնահատուկ գործընկերն է Երեմյան ընկերությունների խմբի բարձր հեղինակային ռեստորան Ռենոմեն։ Մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը։ Մեր արևային գործընկերն է Իտալ Սոլար ընկերությունը։ Մեր հարմարավետ գործընկերն է Յուսկ խանութների ցանցը։ Եվ վերջապես մեր լուսավոր եւ ջերմ գործընկերն է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը Գովաստ Արմենիա TV-ի եթերում։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության կորպորատիվ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալիա Սարջանյանը։ Բարի երեկո Տիկին Սարջանյան։ Բարի երեկո պարոն հաղորդավար։ Տիկին Սարջանյան, իսկ ինչպես կարելի է ձեռք բերել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության պարտատոմսերը։ Պարտատոմսերի ձեռքբերումը չափազանց հեշտացված է մեր ներդրողների համար, ցանկացած ներդրող ավտոմատացված կարգով եւ օնլայն ռեժիմում կարող է ձեռք բերել հեծի պարտատոմսերը մեզ հետ համագործակցող բանկերի, հավելվածների եւ հարթակների միջոցով։ Շնորհակալություն, ինձ մնում է ավելացնել միայն, որ Մարմարե արծվի մրցանակակրին Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը նվիրում է հնգորյա ուղեգիր դեպի Դիլիջան 2 անձի համար։ Շարունակում ենք խաղը, 10-րդ խաղափուլ։ Հավաքվեք։ Օֆելիա։ Այո։ Քանի որ խոսքը գնաց ուտեստների մասին, չինական ուտեստների մեծ սիրահար եք։ Կան նման բան։ Իսկ անձամբ կարողանում եք պատրաստել։ Փորձում եմ,
փորձողները դեռ կենթանի են, ուրեմն ստացվել է։ Ես էլ եմ ուզում կենթանի մնալ։ Ուրեմն խորհուրդ չեմ տա իմ պատրաստածները ուտել։ Չէ, բայց ասում եք մնացել են, ընդհակառակ ես ուզեցա փորձեմ։ Հա։ Հարց Յունիբանկից 2024 թվականի մայիսին աշխարհի առաջին գեղեցկության այդպիսի մրցույթում, որին մասնակցում էին 1500 գեղեցկուհիներ աշխարհի տարբեր երկրներից, հաղթող ճանաչվեց Քենզա Լայլին Մարոկկոից։ Գովազդային հոլովակում նա խոսում է 7 տարբեր լեզուներով եւ պատմում Մարոկկոյում եւ Մերձավոր Արևելքում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում իր ծավալած գործունեության մասին։ Քենզան ունի մոտ 200,000 հետևորդ սոցցանցերում։ Ուշադրություն հարցը. գեղեցկության ինչ մրցույթ էր դա? Ժամանակ։ Այո։ Իսկ TikTok-ի գեղեցկության մրցույթ, TikTok-ում Չէ, ինքը երևում է, որ խոսալը չի բռնում ասածի հետ։ AI-ով արհեստական ինտելեկտով ստեղծած գեղեցկուների։ Ասում to the judges and organizers, այսինքն իմ մտքից առաջինը էր դա, արհեստական ինտելեկտով ստեղծված։ Ուրիշ էլ ինչ կարա ասի, ինչ կարա։ Կարող է հենց իսլամական աշխարհի մեջ Արաբախոս աշխարհի ժիոտ արաբական սլենգ, ասենք Իրաքի արաբերենը, Մարոկոյի արաբերենը, Սաուդի արաբերենը։ Բայց էլի տարածված թագավորական ընտանիքների ընդունված թագավորական ընտանիքներից գեղեցկության հետևորդների քանակը քիչ է 200,000 TikTok-ի մասշտաբներում թիվ չէ։ Այսինքն այդտեղ ինչ որ այնքան էլ ինֆլուենսերի տարբերություն։ Դա իմ առաջին վարքյանից է դեպոսանցիանը մեզ հետ է ասում, բայց Ինչ կարող լինի։ Լեզուն պոլիկ, բայց դեն պոլիգլոտ բան չկա մշակույթի իսլամական։ Շատ արհեստական շատ է ձեռքերը կնայ։ Բայց գլխավոր պալգոյնա չեն մասնակցում կարող է բանը սլավերեն։ Ժամանակ, պարոն Մնացականյանով է պատասխանում։ Պարոն հաղորդավար, եկեք ես կպատասխանեմ։ Կարծում ենք, որ դա արհեստական բանականության կողմից ստեղծված կանանց աղջիկների կամ ներկայացուցիչների մրցույթի մասին է խոսքը, արհեստական բանականության կողմից ստեղծված առանձնահատկությունը տանալ է կայանում։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Մնացականյան, դուք առաջին անգամ հաղթեցիք մեր ակունքում։ 6-4 ես արձանագրում եմ գիտակների հաղթանակը եւ նշում հաղթողների անունները. Տարոն Նազարյան, Օֆելիա Ավետիսյան, Արմեն Ամիրաղյան, Կարլեն Հակոբյան, Երանուհի Տեր-Մովսիսյան եւ թիմի ավագ Նարեկ Մնացականյան։ Այսօրվա խաղի լավագույն գիտակին ես առաջարկում եմ, որպեսի ընտրի Հայաստանում յուսկ խանութների հիմնադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը, քանի որ ինքը ասեց, որ առյուծներն էին, հա, խաղում։ Այո։ Դե ընտրեք այն առյուծին, որը լավագույնն էր այսօր, պարոն Կարապետյան։ Իմ կարծիքով ալտերնատիվա չկա, առյուծի առյուծու հյուրիա Օֆելիան է։ Այսօրվա խաղի լավագույն գիտակ է ճանաչվում Օֆելիա Ավետիսյանը եւ ստանում է ամերիկացի բիզնես խորհրդատու Իցխակ Ադիզեսի ընկերությունների կենսական ցիկլի կառավարում աշխատությունը Ստեփան Ճորուխյանի մակագրությամբ։ Թիմի բոլոր անդամներին Աթենք ընկերությունը նվիրում է Աթենք Prime բարձրորակ մսային սեթ։ Իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է առաջիկա համերգի հրավիրատոմս 2 անձի համար։ Հիշեցնեմ, որ Մարմարե արծվի մրցանակակրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է 20-րդ համերգաշրջանի աբոնեմենտային քարտ։ Պարոն Արարատ Ղուկասյան։ Այո։ Եկավ ժամանակն ընտրելու լավագույն հեռուստադիտողին։ Հիշեցնեմ հաղթող հարցերի հեղինակներին։ Լուսինե Բայացյան, հայկական գորգի մասին հարցով։ Լիլիթ Չախոյան, Մոնտե Քրիստո կղզու մասին հարցով։
Մինաս Մինասյան Միմինո ֆիլմի մասին հարցով եւ Աննա Աստանյան Միլան քաղաքի մետրոյի մասին հարցով։ Ինձ թվում է լավագույն հարցը երևի թե Մինաս Մինասյանի հարցն էր։ Մինաս Մինասյանը Միմինոյի մասին հարցով ճանաչվում է այսօրվա խաղի լավագույն հարցի հեղինակ եւ ստանում է լրացուցիչ 50,000 դրամ գումար Յունիբանկից, ինչպես նաեւ 100,000 դրամի նվերքարտ Իտալ Սոլար ընկերության կողմից։ Կարելի է պարոն Աղարթավար։ Հալուսում եմ իհարկե։ Անկեղծ ասած Միլանի մետրոյի հարցը լավն էր, բայց քանի որ հեղինակը մեր բանկի աշխատակից էր, ես չուզեցի ընտրել։ Հասկանալի է։ Այո, Աննան, մենք գիտենք, որ ձեր բանկի աշխատակիցն է, շատ վաղուց մեր բավականին, այսպես ասենք, ակտիվ հեռուստադիտողը։ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ են պատասխանել, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգեւատրի 50,000 դրամի նվերքարտով։ Պարոն Արամ Առաքելյան։ Այո, պարոն Աղուրթավար։ Հիշեցնեմ այդ հարցերը եւ դուք ընտրեք։ Տիգրան Բաբայան, Տիգրան Պետրոսյանի դիմանկարի մասին հարցով, Համլետ Մաթևոսյան, մեքսիկացի ներգաղթյալների մասին, Տիգրան Սրապյան, Աքիլեսյան Գարշապար, Ամալիա Սարգսյան խնձորի մասին հարցը, Կորյուն Մուրադյան Հովազի մասին հարցը, Էդգար Գևորգյան Օլիվիեի մասին, Մայրանուշ Համբարձումյան Խրիմյան հայրիկի մասին հարցը, Ֆլորա Այվազովան պիցայի մասին հարցը եւ վերջինը Յունի բանկեր դրա համար չենք նայում այդ հարցը։ Պարոն Աղարթավար, բավականին հետաքրքիր Հովազի մասին հարցը եւ նաեւ հետաքրքիր թե ինչպես թիմը վերցրեց այդ հարցը։ Համաձայն եմ ձեզ հետ, պարոն Առաքելյան։ Կորյուն Մուրադյանը ստանում է 50,000 դրամի նվերքարտ Աթենք ընկերությունից։ Խաղն ավարտված է, շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից Armenia TV-ի եթերում։